Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 16-րդ գլուխ Դավիթ թագավոր գոծվի։ Դերը Սամվելի ըսավ. Մինչև երբ Սավուղի համար պիտի սկաս, քանի ես զայն մերժեցի, որբեսի Իսրայելի վրա չթագավորե։ Եղջյուրդ յուղով լեցուր եւ քնա։ Քեզ Բեթլեհեմացի Հեսեի պիտի ղրգեմ, որովհետև անոր որդիները մեկը ինձի թագավոր ընտրեցի։ Սամվել ըսավ. Ինչպես երթամ, եթե Սավուղ լսե, զիս կմերցնե։ Դերը ըսավ. Քեզի հետ երինչ մար, ըսե թե դիրոջ զոհ ընելու եկա, ու Հեսեն զոհին հրավիրե։ Քեզի պիտի քիցնեմ ինչ որ պիտի անես, եւ ինձի թագավոր պիտի օծես ան, որ քեզի պիտի ասեմ։ Սամվել դիրոջ ըսածը հրավ ու Բեթլեհեմ գնաց։ Քաղաքին երեցները թողալով զինք թիմավորեցին եւ ասին. Արդյոք խաղաղությամբ եկար։ Ինքը լսավ. խաղաղությամբ։ Դիրոջ զոհ ընելու եկա։ Դուք ցես սրբացուցեք ու ինձի հետ զոհի եկեք։ Հեսեն եւ անոր որդիները սրբացուց ու զանոնք զոհի հրավիրեց։ Երբ անոնք եկան, Եղիափը տեսնելով ըսավ. Անդարագույս դիրոջ օձյալը իր արջև է, բայց դերը Սամվելի ըսավ. Անոր երևույթին ու հասագին բարձրության մի նայիր, քանի որ ես զայն մերժեցի, արտարև Աստված մարդու նման չի նայիր, որովհետև մարդը արտաքին երևույթին գնայի, բայց դերը սիրտին գնայի։ Հեսե Ափինաթափը գանչեց եւ զայն Սամվելի արջևեն անցուց։ Սամվելը ըսավ. դերը ասիգայալ չընտրեց։ Հեսե Սամաան անցուց ու Սամվելը ըսավ. դերը ասիգայալ չընտրեց։ Երբ Հեսե Սամվելի արջևեն իր 7 որդիները անցուց, Սամվել Հեսեի ըսավ. դերը ասոնց մե ոչ մեկը ընտրեց։ Հետո Սամվել Հեսեի ըսավ. բոլոր երդասարներդ հոս են։ Ան ըսավ. դագավին ամենեն բզդիկը կմնա, ահա ան ոչխարները գարած է։ Սամվել Հեսեի ըսավ. մարդ ղրգե եւ զայն բերել դուր, որովհետեւ մինչեւ որ ան հոս չկա, մենք սեղան պիտի չնստինք։ Ուստի մարդ ղրգեց ու զայն բերել տվավ։ Ան շեգեր, գեղեցիկ աչքեր ուներ եւ վայելչակեղ դեսք։ Այն ադե դերը ըսավ. գանքնե, զինք օծե, քանի որ ասիգայ է։ Սամվել յուղին եղջյուր արավ ու զայն օծեց իր եղբայրներու մեջ։ Այդ օրենը սկսյալ դիրոջ հոգին Դավիթը համագեց։ Սամվելալ գանքնեցավ եւ Ռամա գնաց։ Դավիթ Սավուղի բալադին մեջ։ Դիրոջ հոգին Սավուղեն հերացավ ու դիրոջմեն չար ոգի մը զայն գզարուրեցներ։ Սավուղի ծառաները անորսին. ահա այժմ Աստուծմե չար ոգի մը քեզ գզարուրեցնե։ Մեր դերը իր արչև եղող ծառաներուն այժմ թող հրամայե, որ ջարդար քնարահար մը փնտրեն, որբեսի երբ Աստուծմե այդ չար ոգին քու վրատ կա, անիգա իր ցերկով քնար նվակե ու թուն զվարթանաս։ Սավուղալ իր ծառաներուն ըսավ. այժմ ինձի լավ նվակահար մը կդեք ու զայն ինձի բերեք։ Սպասավորները մեկը պատասխանեց. ահա Բեթլեհեմացի Հեսեի մեկ որդին տեսա, որ քնար նվակել գիտե, ան զորավոր գդրիչ մնե, բادرազմիկ մը, ջարդասան եւ վայելչագազ մարդ մնե, ու դերը անոր հետ է։ Սավուղ Հեսեի պատգամավորներ ղրգեց եւ ըսավ. ոչխարներուն կով գտնվող որդի Դավիթը ինձի ղրգե։ Ուստի Հեսե քանի մահած դիգ մքինի եւ այձերեն ուլ մարնելով իշու վրա պերծուց ու զանոնք իր որդիին Դավիթի ցերկով Սավուղի ղրգեց։ Դավիթ Սավուղի եկավ եւ անոր ներկայացավ։ Սավուղ զինք շատ սիրեց ու Դավիթ անոր զինագիրը եղավ։ Սավուղ Հեսեի մարդ ղրգեց ասելով. գաղերսեմ, Դավիթ իմ քովս թող գնա, քանի որ ան իմ արջևս շնորհք կտավ։ Երբ Աստուծմե չար ոգին Սավուղի վրա կար, Դավիթ քնարը գարներ եւ իր ցերկով գնվակեր։ Սավուղ ալ գանկստանար, գզվարտանար ու չար ոգին իր մեկ հերանար։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։